Այվազա պապայի տանն է։ Դու որտեղից գիտես։ Բոլոր տարբերակները մտածել եմ։ Բան չեմ հասկանում։ Պատկերացնում ես նայում աչքերիս մեջ ու ասում, որ քեզ հետ հանդիպելու համար է դուրս եկել։ Անկեղծ եմ ասում, ջղայնությունից հազիվ եմ զսպել։ Լիզան, այդ երեխեն իմ աչքերի մեջ նայի ու խաբի ինձ։ Չգիտեմ, գուցե նենց բան ա, որ քեզ չի կարողանում ասել։ Հասկանում ես, կրակել են իրա վրա։ Այդ ինչ պետք է եղած լինի, որ չի կարողանում ինձ ասի։ Դե շատ եմ անհանգստանում այդ երեխու համար։ Կարող է ինչ-որ շատ կարևոր լուրջ բան ա թաքցնում մեզանից։ Կարող է շանտաժ են անում, ես ինչ իմանամ։ Հովոն էլ տեղը չի գտնում։ Ինքն էլ զգում, որ Լիզան խաբում է։ Հովոն տեղյա կա, որ ինձ հետ հանդիպելու մասին խաբել ա։ Չէ, ես կրակոցի դեպքով չեմ ասել։ Չեմ ասել, որ ավելի չխորացնեմ ամեն ինչ։ Փաստորեն մի օր առաջ էլի է ասել, որ քեզ հետ է խոսել։ Ինչ-որ բան հաստատ թաքցնում է։ Ու չի պատկերացրել, որ կարող է քեզնով ճշտենք։ Ես էլ եմ անհանգստանում։ Եթե իր հետ կապի մեջ լինեի, գուցե մի բան պատմեր ինձ։ Չէ, ոնց վերլուծում եմ, ոնց հասկանում եմ, ինքը շատ լուրջ բան է թաքցնում բոլորիցս։ Ու ոչ մի կերպ չի ուզում մեզ ասի։ Չէ, շատ կարևոր բան է թաքցնում։ Բայց դե պարզելու եմ, հոտենց չի մնա, ուղղակի ես ուզում էի, որ ինքը անձամբ ինձ պատմի։ Բայց ինչ-որ անտրամաբանական բան կա այս ամեն ինչի մեջ։ Նախ Լիզան այն մարդը չի, որ ինչ-որ մի բան թաքցնի, հետո այդ ինչ պիտի ուզեն Լիզայից, որ սպառնան։ Չգիտեմ։ Լավ, շատ մի մտածի։ Դու հաստատ մի ելք կգտնես, որ սկսի խոսել։ Ինձ ամենաշատը հետաքրքրում է, թե ինչ է խաբում։ Այդ ում հետ է կապի մեջ, որ փորձում է քեզնով ծածկի այդ ամեն ինչը, քո անունով ծածկի։ Ես ուղղակի համաչում եմ, որ սենց բաներ եմ մտածում այդ երեխու մասին։ Իմ երեխեն է ինչ տարբերություն։ Հա, պապ։ Դու հասար տուն։ Հա, Լիզան էլ է արդեն տանը, հեսա խոսամ հասկանամ։ Շատ մի նեղի, կարող է իսկականից ոչ մի բան էլ չկա։ Լավ, մեկ էլ լսի, պիտի տեղափոխվեն, օգնելու բան կա, գիտես, չէ։ Հա, կանենք։ Ինչ որ պետք է առավոտը կանենք։ Լավ։ Ես ինձ արդեն շատ ահավոր ու վատ մարդ եմ զգում։ Մեկ Այվազին եմ կասկածում, մեկ Լիզային եմ կասկածում։ Կարող է իսկականից Այվազը ճիշտ ասում, որ տաննել են ոստիկան դառել, որ բնավորությունը արդեն դառել։ Ոնց կարող է մարդ իր ընտանիքի անդամներին կասկածի, ոնց։ Վիգեն, ամեն ինչ լավ կլինի, այդքան մի մտածի։ Բայց ես քեզ ասում, ես արդեն ոչ թե որպես ոստիկան, այլ որպես Վիգեն իմ պարտքն եմ համարելու անպայման ճշտեմ, թե ինչ էր ասում Լարիսը, երբ որ զանգել էր ինձ։ Որովհետև ես համոզված եմ, որ Այվազին փող տալիս է Սարիկը։ Ու եթե տենց է, ուրեմն անհնար է։ Ուղղակի անհնար է, որ իրա հետևից չքաշի Այվազին։ Ես չգիտեմ այդ հարցին ով ոնց կնայի, բայց ես անպայման հետևելու եմ Այվազին։ Ամեն ինչ պիտի պարզեմ։
Չէ, ուղղակի լսել եմ։ Որտեղից։ Ինչ կարևոր է լսել եմ։ Ես մտածում էի Հովոյի հերն է։ Իսկ ինչ ես հետաքրքրվել մեզնով։ Քո ինչ գործն է դա։ Դու չէիր ասում, որ գնանք։ Դու գնա, հետո հանգիստ ես դուրս կգամ։ Ես էլ քեզ էի մանջալիս։ Խնդրում եմ ինձնից մի նեղացի, հա։ Ես շատ ծանր եմ տանում այդ։ Բա ես ինչքան ծանր եմ տանում, որ խաբում ես։ Ես քեզ սիրում եմ։ Չես մտածում, չէ՞ որ էդ էլ եմ խաբում։ Չէ, չեմ մտածում։ Ուղղակի մտածում եմ ոնց է ստացվում, որ այդքան սիրում ես, համ էլ խաբում ես։ Հով չեմ խաբում, ինչի պիտի խաբեմ։ Լիզ, կարող է քեզ ստիպել են, որ ոչ մի բան չասես, չխոսես։ Չէ, ով։ Չգիտեմ, ինչ որ հորդ հետ կապված թեմաներ, պարտքեր, մի խոսքով։ Եթե տենց բան կա, ինձ ասա։ Ոչ մի բան չեմ անի, մենակ ճիշտն ասա։ Չէ, հով ես քեզ կասեի, եթե անհանգստանալու բան լիներ կամ վախենայի։ Կասեի։ Եթե քեզ չասեի, Ելում պիտի ասեի։ Այս վերջին ընթրիքն է մեր տանը։ Տեղափոխվում եք դուք, բայց ես համոզված եմ, որ մենք դեռ շատ առիթներ կունենանք սեղանի շուրջ նստելու, միասին լավ օրեր ունենալու, ի վերջո մենք մի մեծ ընտանիք ենք, ու այդ ընդհանրապես կապ չունի, ով որտեղ ապրում։ Ադելիս վիրահատությունը բարեհաջող անցնի, հիմա մենակ էդ ամատքիս։ Ես համոզված եմ ամեն ինչ շատ լավ կլինի։ Կարևոր գիտես որն է, որ բոլոր հարցերը կարգավորված են, որ գումարը կա, Ադելս էլ շատ ճիշտ պահեց իրեն։ Իսկական ուժեղ մարդու պես։ Համբերատար ու դիմացավ ապրես բալես։ Դե առանց Հովոյի օգնության չէր ստացվի։ Հովոն շատ հոգատար է իմ նկատմամբ, ուշադիր, անընդհատ կողքս է։ Հա, դե մենք մեր պապաների օրինակով սովորել ենք ոնց է պետք ընկերություն անել։ Ապրես տղես, այդ շատ կարևոր բան է։ Ես իհարկե չգիտեմ ընկերություն անելը հնարավոր է սովորացնել թե չէ, բայց եթե մենք մեր ընկերությամբ կարողացել ենք օրինակ ծառայել, ես միայն ուրախ եմ դրա համար։ Ինչ, բայց ես ու Արսենը շատ լավ գիտենք ինչ ընկերություն է։ Ու ընկերություն անելը։ Ես այվազի կենացը նստած չեմ կարող խմել։ Այդ կլինի աններելի բան։ Այվազ ջան, մենք 1000 տարվա ընկեր ենք։ Ոնց է պետք ընկերություն անել։ Երևի այս հարցը պատասխան չունի։ Ինչու՞։ Որովհետև իսկական ընկերության դեպքում այս հարցը պարզապես չի լինում։ Չէ՞ Այվազ։ Ես ու Այվազը շատ վաղուց ենք ընկերություն անում։ Երևի արդեն 40 եւ ավելի տարիներ։ Գիտեք, որ տարիքից են տարիքից, որ ընկերությունը կես հացը կիսելու սովորություն էր։ Միասին
Շատ բան ենք տեսել։ Հենց մանուկ հասակից ծեծել ենք, ծեծվել ենք, իհարկե չեմ թաքցնում։ Ես իմ ամբողջ կյանքում մարդկանց արածն եմ ուսումնասիրել։ Իսկ այվազը ներսը։ Ես փորձել եմ հետքեր գտնել, այվազը գույներ։ Եվ նկարիչները շատ լավ գիտեն, որ եթե կտավի վրա կա ինչ-որ մի սպիտակ կետ, այդ շատ հանգիստ հնարավոր է փակել։ Ինչ-որ գույներ խառնել, ստվերներ ավելացնել, ինչ-որ ձևով հնարավոր է։ Բայց կա մի կտավ, որ ոչ մի բանով չես փակի, ոչ մի բանով հնարավոր չի ծածկել։ Ու դա խիղճն է։ Ինձ համար այվազն ու խիղճը, այվազն ու ազնվությունը դրանք նույն բառերն են։ Կենացդ, ընկերս, գիտես ինչ եմ ուզում, թող կյանքը ինչքան էլ որ մեզ կփոխի, մազերս ավելի կսպիտակեն, թե կնճիռներս ավելի կավելանան, մենակ մի բան չփոխվի։ Այն, որ երբ որ շրջվեմ, տեսնեմ, որ հետևում կանգնած անկերս։ Շրջվեմ ու տեսնեմ ընկերոջս։ Կենացդ։ Ընկերս, կենացդ։ Եթե իրար ճանաչած չլինեինք, ուրիշ ճանապարհ կգնայինք, ուրիշ մարդ կլինեինք եւ իրար կարիքը չէինք ունենա։ Դե, ես ամեն դեպքում կուզեի քեզ ճանաչել։ Բայց Սարիկին Երանիթ է չճանաչեի։ Ես շատ լավ գիտեմ, որ ասածներս դուր չի գա։ Բայց ինքը չտեղավորվեց մեր ընկերության մեջ։ Կարող ամենք չտեղավորվեցինք իր ընկերության մեջ։ Պատերազմից հետո եկավ, իմացա, որ իր կյանքը թաղել ենք, որ ինքը չկա։